Բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր էլ տեսնում եք, որ եղանակը վատն է, այսպես մռթնած, հոնքերը կիտած և չի ուզում բացվի։ Ամառվա երկրորդ ամիսն է, բայց ոչ մի փոփոխություն չկա եղանակի մեջ։ Դե ինչ, բարի լույսն արդեն ասացի, գնամ խոհանոց, մի համեղ թխվածք պատրաստեմ, որպեսզի սուրճ խմենք։ Դե գնացինք, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ինչպես եք, հույսով եմ բոլորդ լավ եք, առողջ եք։ Այսօր հարևանուհիս պետք է գա սուրճ խմելու, մտածեցի արագի մեջ ինչ-որ մի բան գցեմ, որպեսզի սուրճը խմելու ժամանակ մեր սուրճը հաճելի լինի։ Դրա համար ուզում եմ պատրաստել նեգրի ժպիտ, որը արագ է լինում և միանգամից պատրաստվում է, երկար չենք չարչարում այդ խմորեղենի վրա։ Հիմա այստեղ 6 ձու է, առանձնացնեմ դեղնուցը սպիտակուցից։ Առանձնացրեցի սպիտակուցը դեղնուցից, հիմա այստեղ շաքարավազ եմ լցնելու, շաքարավազը ըստ ցանկության, մենք շատ քաղցր չենք սիրում, և հարելու եմ ձեռքի հարիչով, էլեկտրական հարիչ չեմ օգտագործում հիմա։ Հարեցի, հիմա 1 բաժակ մածունի վրա ավելացնում եմ 1 թեյ կթալ սոդա։ Եվ նորից հարելու եմ։ Հարեցի, հարելուց հետո ավելացնելու եմ 100 մլ բուսական յուղ, ձետ։ Նորից հարելու եմ։ Ավելացնելու եմ նաև 50 մլ կաթ, սովորական կաթ։ Սա ենք հարնելու։ Հարնեցինք։ Հիմա կավելացնեմ 2 լավ ճաշի կթալ կակաո։ 1 և նորից խառնելու եմ։ Լցնելու ենք ալյուր, մաղելով։ Երկու բաժակ պետք է լցնենք։ Արդեն խառնելու ենք բահիկով։ Որպեսզի խմորը ավելի փափուկ լինի։ Ավելացնում եմ նաև երկրորդ բաժակը։ Ավելացրեցի, խառնեմ, եթե պետք կլինի, կավելացնենք նորից ալյուրը, եթե չէ, 2 բաժակը ուրեմն կբավարարի։ Ասեմ, որ 2 բաժակը բավարարեց, սիրելիներս, բաժակի տարողությունը 250 մլ է։ Պետք է ստանաք այսպիսի խմոր, թվասերի նման։
Հիմա լցնենք թավայի մեջ և դնենք ջրով թխվելու։ Լցրեցի թավայի մեջ, դնեմ թխվելու։ Պատրաստում եմ բեզեն։ Մեր այս սպիտակուցները 6 ձվի լցնում եմ։ Լցնում եմ նաև մի պտղուն ծաղ և հարելու եմ հարիչով, որպեսզի ձայնը չխանգարի, տհաճ չլինի։ Ես հիմա կանջատեմ, հետո երբ կպատրաստվի կմիացնեմ, ցույց կտամ ընթացքում։ Այսպես երբ մի փոքր փրփրել է, այս մի բաժակ շաքարավազը պետք է 2-3 անգամով լցնեմ և հարեմ։ Բացի այդ մի բաժակը նաև ավելացնում եմ կես բաժակ ևս։ Եվ հարելու ենք մինչև պնդանալը։ Վերջում կարող ենք նաև ավելացնել մի փոքր վանիլ։ Բեզեն արդեն պատրաստ է, գնանք քսենք երեսին, ձևավորենք և դնենք մի 10-15 րոպե թույլ կրակի վրա, որպեսզի երեսը մի փոքր չորանա։ Ժողովուրդ ջան, արդեն բեզեն քսել եմ, հիմա դնեմ գազի մեջ։ Ժողովուրդ ջան, տեսեք, բեզեն այսպես լավ թխվել է, բարձր, փոփուշ թխվել է։ Հիմա այստեղ պետք է պատրաստեմ գլազուր, ուրեմն 3 ճաշիկ թալ կակաո, 3 ճաշիկ թալ շաքարավազ, 6 ճաշիկ թալ կաթ, պետք է դնեմ եփի, վերջում հենց որ պատրաստ լինի, պետք է վերցնեմ և մի 50 գրամ կարագ եմ գցում խառնում ու պետք է լցնեմ թխվածքի վրա։ Սիրելիներս, թխվեց, վերջացավ, ձևավորեցի, սա էլ մեր համովությունը։ Տեսեք, որքան լավ է ստացվել։ Պատրաստեք նույն չափաբաժնով և կստացվի ձեզ մոտ էլ շատ լավ։ Դե ինչ ասեմ, առայժմ այսքանը, եղեք առողջ։